ինձ համար մեծ ցավ է որ մահացավ Բերջը երբ ասկի 10 տարիներ առաջ իշտվագանը գմորնամ իրեն 80-ամյակը դոնեցինք Նյու Ջերսիի մեջ եւ հանդիսավարը ես էի ես իրեն վարպետի գոչումը դվի եւ հուսացի որ ամեն մարդի որ իր մասին խոսի սե վարպետը Բերջ Ֆազլյանը վարպետ էր ասելի չգամ ադոր մասին Բարև եւ արև ինչպես լսեցինք Փեմարտրիչ Տերասան բանոն Գրիգոր Սատամյանի խոսքերը որ էին կդադական խոսքեր հիշադակ եւ իարքանք վարպետ Փեմարտրիչ Տերասան Բերջ Ֆազլյանի հիշադակին Փետրվար 15-ին մահացավ Փեմարտրիչ Բերջ Ֆազլյանը եւ այդ մի քանի օրի հետ գաբայեցին Գրիգոր Սատամյանի հետ Skype-ով եւ ուզեցինք լսել իր դպավորությունները վարպետի մասին իհարքանք հայփեմի վարպետին իհարքանք Ֆազլյանին գհրամցունենք այս վիդեոն ցեզի կփաշնենք այս վիդեոն մեր բարեկամներու հետ իհարքանք բարոն Բերջ Ֆազլյանին ով է բարոն Բերջ Ֆազլյան Ֆազլյանը ծնած էր Բոլիս 1926 թվականին եւ հազիվ 25 տարեկան էր պայմանները հստակ չեն գսեմ փախստական եկավ Լիբանան հաստատվեցավ Լիբանան 1951 թվականերու շուրջ Գրնանք իրավագայել ինչ դժվարությամբ մատնվեցավ նամանավանդ ոչ մշակույթին ծանոթ էր ոչ լեզվին ծանոթ էր բայց գար այդտեղը հայ քաղուտը անշուշտ հայկական շրջանակի մեջ Ֆազլյան շուտով կդավ իր տեղը իր ներգացումներով Շեքսպիրի, Մոլիերի, Բարոնյանի ներգացումներով անհաջողություններ կդավ եւ այդ բոլոր ներգացումները կգադարվեին շրջանի հայ դպրոցներու մեջ, ագուբներու մեջ, քրասեր ժողովրդի գհրամցներ այս աշխատանքը եւ այստեղն է որ Գրիգոր Սատամյան գիշե հետեւյալը Հայկական բարեգործական ընդհանուր միության երկու վարժարաններու թե դողոց եւ թե աղջիկներու վարժարաններու շրջանավարտներուն հետ թեմատրեց 1958-ին Շեքսպիրի սխալներու գադագերկությունը Ադիգա ծևով իրեն մոդեցուց հայկական բարեգործական ընդհանուր միության այն ժամանակները Քոյություն ուներ համարսկայինի Կասպարի Պեկյան թադերախումբը գերուցի մեջ, ուրիշ թադերախումբ չգա։ Այստեղ կարևոր է նաև հիշել, որ Ֆազլյանը ուսումը չի արած Լոնդոնի Փարիզի մեջ։ Ֆազլյանը բնական դաղանդ ուներ, աստուծմե դրված դաղանդ ուներ, ինչպես բարոն Սատամյանը գշշտե այստեղ։ Ինքը գրնամսել, որ բնածին դաղանդ ուներ, այսինքն իր ուսում ունենալը չունենալը թադերական այդքան կարևոր չէր, որովհետև մենք ունեցած ենք մեծ դաղանդներ, որոնք թադերական դպրոց չեն տեսած, բայց եղած են դաղանդավոր դերասաններ կամ փեմատրիչներ։ Ֆազլյանը անոնցում է մեկը։ Լիբանանի մեջ երկու թատրոններ կային, մեկը դա Կասպար Իպեկյան թատրոնը եւ մյուսը հայկական բարեգործական ընդհանուր միության Վահրամ Փափազյան թատրոնը։ Անոնք ներկայացնում մեծաբադի մուրացկաններ, Բաղդասար աղբար, ինչպես նաև այլ թարգմանություններ եւ գճոխացուն էին մեր մշակութային կյանքը։ Եվ կարևոր է շեշտել այստեղը հարաբերությունները, որ Բերջ Ֆազլյանը ուներ Լեփանանի Պետական թատրոնի հետ։ Դա շատ կարևոր է եւ բավական գրված է այդ աշխատանքի մասին եւ առանց չափազանցելու գրնանք ասել Ֆազլյանը հիմնադիր անդամների մեկ եղած է Լիբանանի Պետական թատրոնին։ Ինքը ոչ միայն եղավ ասենք թե օգտակար հայկական թատերական շարժումին, այլ նաև եղավ հիմնադիրներն մեկը Լիբանանյան թատրոնին, որ այն ժամանակ գոյություն չուներ։ Լիբանանցի դաղանդավոր դղակը ինչպես փեմատրիչներ, ապակայի փեմատրիչներ, գուկային մերկով եւ մեր ներկայացումները գտիդեին եւ գհյանային մեր վրա, որ ինչպես հայերը այսպիսի թատերական ավանդություն ունին եւ լիբանանցիները չունին։ Եվ բարի նախանցումը ստեղծվեցավ մեջերնին
եւ երբ որ ուզեցին հիմնել իրենց թադերախումբը, այսինքն լիբանանյան ասկային թադերախումբը, դիմեցին Ֆազլյանին, ուրեմն Ֆազլյանը մոտեցավ իրենց եւ սկսավ թեմատրություններ անել արաբերենով, հագարակ որ իր արաբերենը դգար էր։ Լիբանանի մեջ հայ գյանքը, հայ գագանշինությունը շարունակվեցավ երկար դարիներ, մինչև 1975 թվականը, եւ գիտենք բոլորս 1975 թվականներում դեղի ունեցավ եղբայրական պատերազմ, եւ շատեր հեռացան, շատեր վնասվեցան, շատ աշխատանք վնասվեցավ, շատերը անցան արտասահմանի այլ քաղաքներ, իսկ Բերջ Ֆազլյանը այդ օրերուն 70-ական թվականներուն անցավ Կանադա, Մոնտրեալ։ Հոնաբրեցավ 20 տարիներ, եւ զարմանալի չէ, որ Մոնտրեալի մեջ հիմնեց եւ ղեկավարեց թատրոնը, որ գոչեց Հայ Փեմ թատրոն։ 20 տարի հետո Բերջ Ֆազլյանը վերադարձավ Լիբանան։ Կարևոր է շեշտել այստեղ նաև որ ուր որ ապրած էր վարպետը հոն ծաղկեցուցած էր Հայ Փեմը եւ նաև կարևոր է այստեղ շեշտել առիթ տված էր երիտասարդ ուժերու Փեմը սիրելու Փեմի վրա դեր կրավելու Իմիջայլոց ասեմ որ երբ որ Վահրամ Փափազյան թադերախումբը հիմնեցինք 1959-ին Ֆազլյան ունեցավ խումբ դաղանտավոր երիտասարդներ երդասարտուիներ, որոնք Գորիզը գազմեցին հաճող թադերախումբ միմը, դաղանտներ էին, Թորոս Սարգիսյան, Քևոր Սոմոնյան, Զավեն Քալուստյան, Վահրամ Իշլեմեջյան, Վարդգես Ուրնեշլյան, նույնիսկ մեր Հակոբ Մարտիվարյանը խումբի մեջներ, անշուշտ ես ալգայի, աղջիկներեն Իրգինը գար, Սիրվարդը Ֆազլյանը, Լիզ Սարգիսյանը, որ հետակային քնացիքի դոսի մեջ ֆիլմի տերասանուի եղավ, Աստղիկ Կասապյան, Աստղիկ Բասմաջյան, Լուլու Խայանը, որ աստղերեն մեկ եղավ թադերախումբին։ Այս գորիզը, այս զորավոր եւ դանդավոր գորիզը նաեւ արիտ տվավ, որ Ֆազլյանը թեմատրե դժվարին պիեսներ, բաներ, որոնք ինք ուզեր թեմատրել եւ ունեցավ իր դանդավոր տերասաններ, որովհետեւ գարնա այդ թեմատրություններ անել։ Կարևոր է այստեղ նաեւ հիշել, որ մինչեւ այս օրերս Կասպար Իպեկյան թատրոնը, ինչպես նաև Վահրամ Փափազյան թատրոնը Լիբանանի մեջ կներկայացնեն իրենց գործունեությունը, այսինքն շարունակեն դժվար պայմաններու տակ։ Վերջերս Կասպար Իպեկյան թատերախումբը ներկայացուց Աստվածածնի գդակերկությունը Divine Comedy եւ Վահրամ Փափազյանը խումբը ներկայացուց Բիդի լա, Բիդի չլա, It's on, It's off վերնակրով թատերախաղերը։ Այս օրերս նաև ունենք թատերախումբեր Կալիֆոռնիայի մեջ, ունենք Նյու Ջերսի մեջ, ունենք Մոնտրեալի մեջ, եւ սակայն բոլորս գիտենք այդ դժվարությունները, որ կան բահելու, պաշտպանելու, ծաղկեցնելու հայ թատրոնը։ Չի բավեր, որ համասկայինը, բարեգործականը, թեքեյանը աշխատի այդ ուղղությամբ, պետք է մենք իբրև ժողովուրդ արտասահմանի մեջ կաչալարենք այս աշխատանքը, որ հայ ժողովրդի մշակույթի մեկ կարևոր մեկ մասն է։